Բաքվի ռազմական դատարանում մեղադրողների առաջ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանն է։ Մանրամասներ Մանուկյանի գործունեության սկզբից մինչև գերեվարման օրը փորձում են ճշտել ադրբեջանցի դատախազները։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի Մանուկյանը պատմել է հայ բարձրաստիճան զինվորականների կրթության, վերապատրաստումների, անգամ աշխատավարձերի մասին։ Նաև թե ինչպես է ստացել գեներալ-մայորի կոչում։ Այդ կոչումն ինձ շնորհել է նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում 2020 թվականի հունվարի 28-ին Հայաստանի զինված ուժերի օրը։ Հետո նշանակվել եմ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ։ 44 օրյա պատերազմի ժամանակ հրահանգներ ստացել եմ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանից։ Արցախում նախարար նշանակել է Հայաստանի Հանրապետությունը, Արցախում ծառայող սպաներին կոչումներ շնորհել է Հայաստանի Հանրապետությունը, Արցախում ցուցումներ եղել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի Մանուկյանն իր հայտարարություններում հաճախ շեշտել է Հայաստանի Հանրապետություն, Դաշնակցություն անունները։ Զարմանալի կլիներ, եթե անունը Մերկուսակցյան չհնչեր, որովհետև Դաշնակցությունը ազգային ուժ է, ով իր բոլոր ռեսուրսներով ներգրաված է եղել Արցախահայերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը, ու եթե այստեղ Նիկոլ Փաշինյանը օրինակ հարցնում է, իսկ ո՞րն է եղել Դաշնակցության դիրքորոշումը արցախցիների Արցախի ինքնորոշման պաշտպանության գործում, Բաքվում դա շատ լավ գիտեն, եւ դրա համար էլ ամեն ինչ անում են, որպեսզի կապեն, որպեսզի այդ գործը մեծացնեն, գործում ներգրաված անձանց շրջանակը մեծացնեն եւ բերեն հասցնեն մինչեւ Հայաստանում գործող քաղաքական դերակատարներ։ Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը եւս մեկ անգամ վերահաստատում է. Ադրբեջանը դատում է ոչ թե 23 հայ ռազմագերու, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվի պարտադրանքով հայ ռազմագերիների արտաբերած մտքերը փաստում են, որ Բաքուն մեղավորներ է փնտրում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կա Բաքվի դատախազության, Ադրբեջանի դատախազության պաշտոնական գրավոր նամակը Հայաստանի դատախազությանը, որտեղ ասում են, որ այդ գործով անցնող վկաները եւ գործող անձին գտնվում են Հայաստանում եւ փաստորեն պաշտոնապես պահանջում են այդ անձանց, որպեսզի ներգրավեն գործում, գուցե նաև արտահանձնեն։ Այսինքն այդ նամակը կա եւ Հայաստանի դատախազությունը միջև հիմա չի հայտարարում, թե ինչ է պատասխանել այդ նամակին։ Դաշնակցական падգամավորի համոզմամբ հայ ժողովրդին ռևանշիստներ անվանող Ադրբեջանը սկսում է դենացիոնալիզացիայի ծրագիր։ Այս ֆոնին, երբ Բաքուն դատում է Հայաստանին, մեղմ ասած ծիծաղելի է միջազգային դատարաններից հայցեր հետ կանչելու Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը։ Այս գործը ինչ է, եթե ոչ միմյանց նկատմամբ փաստացի հայաց։ Այսինքն եթե բոլոր գործերը հետ են քաշում, առնվազն այս պահին եղած, դադարեցվում են, այլևս չեն խոսվում խախտված իրավունքների մասին։ Բայց դատավարության շարունակությունը ինչ է։ Այս դատավարությունը Բաքվի համար հիմք է նախապատրաստելու նոր միջազգային հայցեր Հայաստանի դեմ։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրագրով ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին դիմելու համար միջազգային հարթակ է գործարկել ՀՅԴ բյուրոյի հայ դատի գրասենյակը 6 լեզվով։ Վարդանյանը համոզված է, քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ չկան, Բաքվում բացառված է արդար դատավճիռների հնարավորությունը։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։